Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Վարդապետյան, ես մի քանի հարցեր ունեմ, որոնք որ առնչվում են նախորդ տարի իմ կողմից բարձրացված հարցերին, որովհետև այս մի տարվա ընթացքում ես արձանագրել եմ, որ այս հարցերը որևէ տեղաշարժ չկա եւ դուք էլ ձեր խոսքում ոչինչ չասացիք այդ մասին։ Եվ այնպիսի տպավորություն է, որ ձեր գործառութային հետաքրքրությունները բացառապես սկսում եւ ավարտվում են այն հետաքրքրությունները, որոնք տարօրինակ զուգադիպությամբ համընկնում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական կմահաճույքներ ենթադրող գործընթացներին։ Հիմա ես կբերեմ մի քանի օրինակներ, որպեսզի դուք համոզվեք։ Դուք ասացիք, որ Սևանի ափին մի շարք առանձնատների հետ կապված որոշակի գործողություններ եք իրականացրել, կխնդրեմ ասեք Սևանի ափին ձեր հաշվարկներով քանի առանձնատուն կա կառուցված, որոնցից դուք նույնիսկ 1 տասնյակը չկար, որ կոնկրետ գործողությունների արդյունքում վերականգնել եք պետության շահը։ Մինչդեռ ես իմ տեղեկություններով 3000 եւ ավելի ապօրինի կամ օրենքի հետ խնդիր ունեցող կառույցներ կան Սևանի ափին, բայց կխնդրեմ ձեր պաշտոնական թվերը հրապարակեք։ Շարունակելով առանձնատների թեման, ես անցած տարի բարձրաձայնեցի Հովիկ Աբրամյանի մոնումենտի առանձնատան թեման, որը որ մեկ գիշերում անհասկանալի հանգամանքներում արգելանքից հանվել էր եւ վաճառվել, օտարվել այսօրվա իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող մի գործարարի։ 2022 թվականից այս վարույթը քննվում է։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ խոչընդոտներ կան, որ արդեն 4 տարի հնարավոր չի բացահայտել։ Չէ՞ որ կոնկրետ մարդիկ են ստորագրել փաստաթղթերի տակ եւ կան կոնկրետ պատասխանատուներ։ Ինչն է դժվարությունը այս գործի բացահայտման։ Երկրորդ, նույն գործարարին առնչվող Golden Palace հյուրանոցը։ Պետությունը երբ որ նվիրատվությամբ ստացավ այդ գործարարի ներողություն, այդ հյուրանոցը պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարից Արմեն Ավետիսյանը նվիրաբերեց, պետությունը այն գնահատեց 15 միլիարդ 800 միլիոն դրամ։ Բայց հանկարծակի կամ չգիտեմ ինչ հանգամանքներում նույն Նարեկ Նալբանդյանը, նույն իշխանությունների սիրելի գործարարը, նույն գույքը գնեց 5 միլիարդ դրամով։ Այն էլ մարելու տարբերակով։ Ոնց է տեղի ունեցա, բա այդտեղ պետական շահը չի ոտնահարվել, դուք երկար թվարկեցիք պետական շահի վերականգնման ուղղված ձեր ավարտեք, խնդրում եմ։ Ձեր բոլոր բարձրաձայնումները։ Ես քանի որ ելույթ չեմ ունենալու, ես մի քանի հարցեր ուզում եմ առաջ դնեմ եւ ելույթի բայց արագ, որովհետեւ արդեն 3 րոպեն էլ էր անում։ Եվ ուզում եմ նաեւ հետաքրքրվել Սամվել Վարդանյանի գործից, որին քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորի հետ անվայելուչ պահվածքի համար իրավապահները հետապնդում էին եւ ոստիկանների հսկողության ներքո ոստիկանական մեքենայում գտնվող քաղաքացին փաստացի խոշտանգվեց ամենազզվելի եւ զազրելի ձևով եւ այդ քրեական վարույթը տեղից չի շարժվում, փորձաքննությունները անցած տարի այս ժամանակ դուք ասացիք չեք ստացել, բայց հուսամ, որ այս մի տարվա ընթացքում փորձաքննությունները ստացել եք եւ այս գործով կա որոշակի տեղաշարժ։ Մնացածը արձագանքի ժամանակ, շնորհակալ եմ։ Խնդրեմ Տիկին Վարդապետյան։ Շնորհակալություն, Տիկին Թովմասյան։ Ես կարծում եմ, որ ձեր բոլոր հարցերի պատասխանները կարող է ձեզ համար անսպասելի լինեն։ Ձեր սիրելի գործարարը, որ նշում եք, ձեր բառերով ասած սիրելի գործարարի մասին, որ նշում եք, ես ենթադրում եմ ճիշտ եմ հասկանում ում մասին է խոսքը։ Ենթադրում եմ, որ տեղեկացված չեք ու երևի լավ է, որ տեղեկացված չեք, քրեական վարույթ է քննվում ոչ միայն ձեր կողմից նշած հանգամանքների հետ կապված, այլև մի շարք այլ արարքների հետ կապված, որոնք մեր նախնական գնահատման փողերի լվացման հատկանիշներ են պարունակում։ Հաշվի առնելով սխեմաների լայնածավալությունը եւ այն քննությունը, որը իրականացվում է մոտավորապես մինչև մի տարի ժամկետում, դժվար է ակնկալել, որ ես այսօր գալու եմ ու պատմեի, որ մենք այդ գործը բացահայտելու ուղարկել ենք դատարան, որովհետև փողերի լվացման բազմաթիվ այլ գործեր, որոնք ես ուղարկում եմ այսօր դատարան, 7 տարվա գործեր են քննված։ Մեկ այլ գործարարի մասով, որին էլի դուք ասում եք, որ սիրելի գործարարը, ինձ թվում է ես ճիշտ եմ հասկանում, երկրորդն ում մասին է խոսքը, այդ անձի մասով էլ ունենք առանձին քրեական վարույթ, իր ապօրինի գույքերի մասով ունենք տեղեկատվություն եւ նաեւ իր առանձնատան հետ կապված ունենք տեղեկատվություն, հայցեր եւ ապամոնտաժված տարածքներ, որոնք լայնորեն հրապարակվել են։ Առանձնատների հարցը շատ շնորհակալ եմ, որ տվեցիք, որովհետեւ մենք այստեղ որոշակի պարզաբանման կարիք ունենք։ Երբ որ 3000 թիվը հնչում է, 3000 առանձնատուն
տեսականորեն նույնիսկ դժվար է պատկերացնել Սևանի ափին 3000 առանձնատուն չի կարող լինել։ Խոսքը գնում է 3000 ապօրինի շենք շինությունների մասին, որոնցից մեծ մասը վագոն տնակներ են։ Հիմա դատախազությունը իրականացնում այս վագոն տնակների հաշվառումը։ Ինչու է դատախազությունը այդ հաշվառումն իրականացնում, որտեղ որևէ փաստաթղթում այս բոլոր կառույցները չկան նշված։ Եթե հիշում եք մեր անցած տարվա քննարկումը, Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցապատման իրավունքով հողահատկացում էր առանձնատունը վրան կանգնած։ Այսինքն այս պայմաններում որևէ մարմին չի կարող գրանցել սեփականության իրավունքը եւ մենք չենք կարող կադաստրից վերցնել կադաստրային ծածկագրերն ու ձեզ ասել կա 3500 հատ այս կադաստրային կոդերով ապօրինի կառույցներ, դրանք գրանցված չեն։ Մենք դրանք վեր ենք հանում ուղղակի տեղատեսության արդյունքում, դրանք վեր ենք հանում մեր դատախազական գործառույթների շրջանակում եւ հերթով ապամոնտաժում ենք։ Իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից նշած թվերին, այո, դրանք փոքր թվեր են, որովհետեւ վերջին 5 ամիսն է դատախազությունը սկսել այս գործով զբաղվել։ Մենք ենթադրում ենք, որ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը պետք է ինքնուրույն սկսի այս գործընթացը, բայց փաստորեն կարիք կար, որպեսզի մենք սկսեց։ Կարիք կար, որպեսզի մենք միջնորդագրեր ներկայացնենք։ Ես չեմ բացառում նաև այդ առանձնատների սեփականատերերի գործոնը, որը փոքր գործոն չի։ Եվ այս պարագայում կարծում եմ, որ դատախազությունը 5 ամիսների ընթացքում բավականաչափ աշխատանք արել եւ այդ աշխատանքը մի օր նույնիսկ չի կանգնում։ Կարծում եմ ես ձեր հարցերին պատասխանեցի, երբ որ մենք կավարտենք վագոն տնակների եւ մնացած կիսական կառույցների հաշվարկը ձեզ անպայման կուղարկենք։ Շնորհակալություն արձագանք։ Շնորհակալություն Տիկին դատախազ, ճիշտ է, Սևանի մասով ձեր քայլերը որոշակիորեն տեսանելի են, բայց այնուամենայնիվ դուք եք արձանագրում, որ դրանք դեռ գոհացուցիչ չեն, իսկ դրանց մասին գոնե ես 8 տարի ազգային ժողովում տարբեր ամբիոններից եւ տարբեր հարթակներում խոսել եմ, ուստի ես այստեղ շատ ուղիղ շահառու եմ։ Եվ ինչ վերաբերում է երկու գործարարի անանուն հայտարարություն արեցի գործարարի մասով, ես մեկ գործարարի մասով էի ձեզանից հետաքրքրվել Նարեկ Նալբանդյանի, որի մասով հասկացա, որ կա փողերի լվացման ինչ-որ մեղադրանք։ Բայց ես չէի հետաքրքրում Նարեկ Նալբանդյանը ուրիշ ինչ հանցանք է կատարել։ Ես ձեզանից հետաքրքրում եի կոնկրետ երկու գործի մասով։ Հովիկ Աբրամյանի տան քրեական վարույթը ինչ փուլում է, ինչ այդ ոնց տեղի ունեցավ այդ վաճառքը, որ 4 տարի չեք կարողանում բացահայտել։ Խնդրում եմ այս հարցին ուշադիր եղեք։ Եվ երկրորդը պետության կողմից 15 միլիարդ 800 միլիոն գնահատված գույքը ինչ հանգամանքներում է 5 միլիարդով վաճառվել գործարարին։ Բասապետության վնաս չի։ Եվ եթե հնարավոր է խնդրում եմ արձագանքել նաև լրագրողների մասով վարույթներին, որովհետև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակեց, որ 2025 թվականին 9 գործեր կան, որոնք որ լրագրողներին են առնչվում, բայց այդ քրեական գործերի հանգուցալուծում 2022 թվականից քննվում են ու որևէ հանգուցալուծում չկա։ Նաև կխնդրեմ հայտնի Անիֆի չարաշահումների գործի մասին խոսել, որովհետև Անիֆով մենք ունենք 25 միլիարդ դրամի չարաշահումներ եւ որևէ տեղաշարժ այդ գործով չկա եւ կարճ խնդրեմ մեզ տեղեկություն տաք Ծաղկազարդի օրը եկեղեցում երիտասարդ Դավիթին հարվածած պետական պահպանության ծառայության աշխատակիցը արդյոք հարցաքննվել է եւ բացատրել է ինչու էր հարվածում, ինչ էր անում երիտասարդը այդ պահին, որն էր ռիսկը եւ որովհետեւ տեսանյութերում ոչինչ չի երևում բացի նրանից, որ կանգնած ինչ որ գորգորում են, այսինքն անհրաժեշտությունը որն էր հարվածի եւ արդյոք նա որևէ կերպ քրեական կամ որևէ պատասխանատվության ենթարկվել է, բայց մարտի 1-ի գործի մասին չհարցրեցի հարցնել 10 զոհերի հանգամանքները կամ 10 զոհերի սպանության հանգամանքների մասով 18 տարվա ընթացքում որևէ դեպք չի բացահայտվել։ Ես ձեզ խնդրում եմ ասեք, ինչն է խոչընդոտը, ինչ խնդիրներ ունենք, որ 10-ից գոնե 1-ի բացահայտումը 18 տարվա ընթացքում հնարավոր չի լինում ունենալ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ըստ էության 4 նոր հարցեր պիտի պատասխանեմ։ Անիֆով ու առանձնատներով շնորհակալություն, որ էլի այս հարցը տվեցիք։ Անիֆի հետ կապված մենք երրորդ երկիր ուղարկել ենք իրավական օգնության պահանջ, որի վերաբերյալ տվյալները ստացել ենք վերջերս եւ առաջիկայում դատախազությունը արդեն հանրային իրազեկմամբ հանդես կգա, թե Անիֆով ինչ լրացուցիչ զարգացումներ կան, այս առումով թաքցնելու, ինչպես գիտեք, որևէ հանգամանք չունենք եւ ամենասկզբից էլ այս վարույթների վերաբերյալ դատախազությունն է խոսել ու դատախազությունն է նաեւ ձեր հարցադրումներին պատասխանել։ Դուք մանումենտի առանձնատների հետ կապված բարձրացրեցիք հարցը նույն Հովիկ Աբրամյանի առանձնատան մասով, նշեմ, որ այս ընդհանուր նախ մեղադրանք չի առաջադրված վարույթ է նախաձեռնված փողերի լվացումով եւ այս դրվագները, որոնք վերաբերում են ֆինանսական մյուս բոլոր գործարքներին, եւս ստուգման ենթակա են այս վարույթով, որտեղ իրանք մեկ միասնական համակարգ են կազմում։
Մարտի 1-ի գործով եթե առանձին հարցադրում կլինի, ես բավական բան ունեմ ասելու, չգիտեմ, կարճ հիմա անդրադառնամ, թե առանձին հարց կհնչեցնեք, որ կարողանամ նաև սպառիչ պատասխանել Տիկին Թովմասյանի հարցերին եւ մոռացանք անդրադառնալ բանին, Սամվել Վարդանյանին, նշեմ, որ այստեղ երկու լրացուցիչ փորձաքննություն է նշանակված, որի արդյունքներն ենք սպասում, 3 եմ ճշտել եւ արդեն գնահատականների հարցը կհասկանանք։ Լրագրողների մասով ներողություն տելերացուցիչ ճշտեմ, որտեվ այդ 9 վարույթները մեր ուշադրության տակ են, բայց այս պահին չեմ կարող կոնկրետ ասեմ, որը որտեղ է, խոստանամ, որ Լիագումար նիստին այս հարցին կանդրադառնամ անպայման լավ։